Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին կիրակնորել լրատվական վերլուծականն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Շուտով կմեկնարկի քարոզարշավը, քաղաքական կուսակցությունները դիրքավորվում են այդ քարոզարշավին ընդառաջ հունիսի 7-ին, երբ Հայաստանի քաղաքացին կքվեարկի, դիրքավորվում է եւ դիրքավորվել է նաեւ Հանուն Հանրապետության կուսակցությունը։ Թե ինչպես խոսենք Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ, ողջույն պարոն Բաբաջանյան։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Եվ ուրեմն ավարտեցինք փաստաթղթային մասը, հանձնեցինք կենտրոնական ընտրական հանձնաժողով, պատրաստվում ենք քարոզարշավի մեր առանցքային դիրքորոշումները առանցքային հարցերի շուրջ համեցեք։ Դե կարծում եմ, որ քարոզարշավին մնացել են օրեր, մենք հիմա վերջնական ճշգրտումներն ենք անում, փաստաթղթերը հուսանք վաղը վերջնականապես կգրանցվեն եւ կգա ճշմարտության պահը եւ մեր անկեղծության պահը եւ կարծում եմ, որ նաեւ այս քարոզարշավը լավ հնարավորություն է, որպեսզի անկեղծ անմիջական շփվենք մեր քաղաքացիների հետ եւ այն ուսումնասիրությունները, որ մեր ձեռքի տակ կան հանրային տրամադրությունների, դրանք կարողանանք նաև ձևակերպել որպես քաղաքական, այսպես ռազմավարական երկխոսության նյութ, մեր հիմնական անելիքը ճշմարտության մասին խոսելն է, սպառնալիքի անունները հնչեցնելն է, թշնամիների անունները հնչեցնելն է եւ վախը համատարած մեզ համակած վախը ուրեմն հաղթահարելը։ Հունիսի 7-ին Պուտինը պետք է պարտվի։ Հունիսի 7-ին Պուտինը պետք է պարտվի եւ հանրապետությունը պիտի հաղթի։ Ես կարծում եմ, որ սրա մասին պիտի լինի հիմնական մեր խոստումը եւ մեր անելիքը, հավաքական անելիքը, մեր պատասխանատու անելիքը, մարդասպանը պիտի պարտվի, միջազգային հանցագործը պիտի պարտվի, նա ով Էրդողանի ու Ալիևի հետ համաձայնությամբ որոշել էր կազմալուծել եւ չեղարկել հայկական պետականությունը, պիտի պարտվի, չկա Ծառուկյան, չկա Սամվել Կարապետյան, չկա Ռոբերտ Քոչարյան, չկա Թաթոյան, սրանց հավաքական անունը Պուտին է, եւ Պուտինը պիտի հունիսի 7-ին պարտվի, որովհետեւ չի կարող այլ ելք լինել այս ընտրություններից եւ մենք չենք կարող այսքան կորուստներից հետո այլ որոշում կայացնել, քան այն, որ դավաճանը պիտի ջախջախվի, հունիսի 7-ին մարդասպանը պիտի պարտվի եւ հանրապետությունը պիտի հառնի։ Պարոն Բաբաջանյան, մարդիկ հիմա կհարցնեն, լավ Պուտինն ինչ կապ ունի մեր ընտրությունները, տեսնում եք ինչ է կատարվում, չէ, մարդիկ շատ լավ հասկանում են։ Անկեղծ խնդրում եմ մարդկանց մի թերագնահատեք, մարդկանց գիտակցությունը ավելի քան մեզնից առաջ է եւ մենք երբեմն կարիք ունենք մարդկանց հասնել, մեր քաղաքացիները շատ գիտակից են, մենք երբեմն կարիք ունենք նաեւ հասնելու դրանց այդ գիտակցությանը։ Մեր գլխավոր խնդիրն է ձևակերպել այն, ինչ այսօր յուրաքանչյուր հայի սրտում կա, բայց մենք չենք լսում այդ տեքստը։ Հասկանում ենք իշխանությունը ինչու չի ասում, բայց պիտի գտնվի այդ քաղաքական ուժը, որը ճշմարտության այս պիտի առերեսի մեր հասարակությանը, մեր ժողովրդին այս ճշմարտության հետ։ Ու ես կարծում եմ, որ այս հարցակումը ներքին այսպես կոչված պսևդո քվազի քաղաքական միավորների կողմից հայկական պետականության վրա այս մատնագրերով քաղաքական տեքստերը, որոնց նպատակը մեկ Իրանին, մեկ Ռուսաստանին, Հայաստանի վրա բերելն ու պատերազմ հրահրելն է, մեկ Ալիևին աղերսելը, որ պատերազմը ինչի է ուշանում, այս հավաքական, այս թշնամանքը, որի անունն է Պուտին եւ որի
Ինչու է Պուտինը, որովհետև մենք չենք մոռացել, թե ինչ է արել Ռուսաստանը մինչև քարորյա պատերազմը, մինչև 44-օրյա պատերազմը, 10 միլիարդ սպառազինություն վաճառելով Ադրբեջանի ըստեյության հասունացրել եւ անխուսափելի է դարձրել 44-օրյա պատերազմը եւ այն ելքը, որ մեզ համար արհավիրք դարձավ եւ ըստեյության մենք այսօր նաեւ այս իրավիճակում ենք այդ դեպքերի եւ իրադարձությունների արդյունքում իսկ 44-օրյա պատերազմի ավարտին նոյեմբերի 9-ի այդ հայտնի հայտարարության տեքստի հեղինակը, որը ըստեյության ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնություններ հայկական պետականությունը կազմալուծելու վերաբերյալ Պուտինն է։ Այն Պուտինը, որի պաշտպանության նախարարը ղազախական հերոստանգերությանը տված հարցազրույցում գլուխ էր գովում, թե Թուրքիայի հետ փայլուն օպերացիա են իրականացրել Արցախի տարածքում։ Այն Ռուսաստանը, որը 2021 թվականի արդեն Հայաստանի տարածք ներխուժումների ժամանակ մատը մատին չխոսեց ոչ Սևլեջի հատվածում, մենք ենք որոշելու Իշխանասարի հատվածում 2021 թվականին 22 թվականի իրադարձությունը բոլորիս աչքի առաջ է եղել, որոնք ռուս, այսպես ասած, բարձրաստիճան զինվորականները կասկածի տակ էին դնում ջերմուկի պատկանելության հարցը։ Մինչև օրս հապկ կոչված այդ աղբը գնահատական չի տվել այդ գործողությունների։ 2023 թվականի իրադարձությունները Արցախում դրան նախորդած 9-ամսյա շրջափակման ամբողջ այդ գործողությունը մեր աչքի առաջ է եղել, ռուսները մատը մատին չեն տվել, հակառակը Հայաստանից ապրանք են տեղափոխել Արցախ եւ անգամներով թանկ գնով վաճառել մեր հայրենակիցներին, ուղղակի զբաղվել սպեկուլյացիայով։ Այդ հիշողությունը մենք չենք կարող մոռանալ, որը ավարտվեց այսպես կոչված տերորիստական, հակատերորիստական գործողությամբ Ադրբեջանի կողմից, որի վերաբերյալ ռուսները ուղղակի տեղյակ պահվեցին։ Ներում չի լինելու հանցագործն ու դավաճանը պետք է պարտվեն հունիսի 7-ին։ Ու սրա մասին պիտի խոսենք։ Այս անունը պիտի դարձնենք մեր հիմնական ասելիքը եւ այս վախերը, որոնք պարալիզացրել են կամքը, ինտելեկտը, իշխանության եւ հասարակության մի մասին, ես կարծում եմ պիտի այս էրոզիան հաղթահարվի։ Չի կարող Դանիել Վարուժանին, Զոհրաբին, սպանածը համարվել եղերագործ, իսկ Չարենցին եւ Մահարուն սպանածը համարվի փրկիչ։ Չի կարող ուղղակի։ Չի կարող Թալիաթը համարվել եղեռնագործ, իսկ Ստալինը եւ Բերյան փրկիչ։ Չի լինելու։ Հավաքական Պուտինը հունիսի 7-ին պիտի պարտվի։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդը ասում է, որ մեր դաշնակցի հետ հարաբերությունները փչացվել են եւ այլն։ Արագ հեսատեսեք ինչ է։ Գետինը մտնեք դուք, եթե դա ձեր դաշնակիցն է, որովհետեւ նաեւ տեղի ունեցածից հետո այդ դաշնակցի ռոպագանդիստները մեզ սպառնում են Թուրքմենչայի պայմանագրերով, Ուկրաինայի օրինակով հատուկ գործողություններ իրականացնելու այդ մարմաճներով, իսկ սրանց գաղափարական առաջնորդ հայրը Դուգինը մեզ ընդհանրապես ասում է, որ դուք ով եք, որ պետություն ունենաք։ Այս մարդկանց նպատակը հայկական պետականության կազմաքանդումն է։ Չկա հայկական պետականություն, չկա հայ ժողովուրդ։ Այս անձինք, որ հավաքական Պուտինին են ներկայացնում, եւ պուտինիկներ են իրանք փոքր, հասկանում եք։ Զաքեր։ Անհրաժեշտ է, որպեսզի սրա անունը տրվի եւ մենք հավաքական կերպով մեր վերաբերմունքը եւ գնահատականը սրան պիտի տանք։ Մենք շատ ծանր դեր ենք վերցնում մեզ վրա։ Այո։ Բայց կարծում եմ շատ պատվաբեր եւ արժանապատիվ։ Ի վերջո մեկը պետք է իր անուններով կոչի։ Ես կարծում եմ, որ
Հայաստանի ազատությունը, Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի անկախությունը բացարձակ արժեք են։ Եվ մեր կյանքը ոչինչ է այդ նպատակի առաջ։ Եթե իրապես մեր նպատակը, Ռուբեն, մեր հավաքական իրար հետ այդ նպատակն ու երազանքը Հայաստանն է, չի կարող այդտեղ ավելի կարևոր լինել մեր անձնական շահը, մեր կուսակցական շահը։ Մենք նաև սկսում ենք այս ճանապարհը շատ լավ հասկանալով ռիսկերը, շատ լավ հասկանալով իրողությունները գետնի վրա, այն միլիարդավոր ռուբլիների եւ դոլարների շրջանառությունը եւ խաղադրույքը, որ դրված է Հայաստանը նվաճելու եւ Հայաստան պետությունը զավթելու համար։ Գիտենք, որ ռազմաբազա կա, գիտենք սահմաններին ովքեր կան, գիտենք ինչքան գործակալական ցանցեր կան, բայց այլ անելիք չկա, եթե մեր նպատակը հայկական պետականության ազատագրումն է, մեր ժողովրդի ազատագրումն է, նպատակը անկախությունն է, ուրեմն Պուտինը պիտի պարտվի եւ հանրապետությունը պիտի հաղթի եւ մենք հանուն հանրապետության հաղթանակի պիտի գնանք եւ պիտի այս ճշմարտությունը հնչեցնենք բոլորը պիտի իմանան մեր աղետների գլխավոր պատասխանատուի գլխավոր այդ համաձայնեցված Ալիևի եւ Էրդողանի հետ համաձայնության եկած այդ ուրեմն գլխավոր ոճրագործի միջազգային հանցագործի մարդասպանի անունը սա իհարկե չի ընդհանրում որ մենք չպիտի հարաբերվենք չպիտի ուրեմն հարաբերություններ կառուցենք բայց ես կարծում եմ որ գլխավոր խնդիրը նաև մեր քաղաքական միջավայրում էապես Պուտինի ազդեցությունը նվազեցնելու պարտականություն ունենք։ Այդ պարանը, որ Պուտինը ուզում է շատ հաստ գցի մեր վիզը, կամ մենք այդ հաստությունը պիտի նվազեցնենք, կամ առասարակ պիտի թույլ չտանք, որ այդ պարանը ընդհանրապես կապվի հայկական պետականության վզին։ Որքան հաստ, այնքան ավելի հեշտ կխեղդվի հայկական պետականությունը։ Այնքան ավելի հեշտ կիրագործվի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը, որի նպատակը հայկական պետականության չեղարկումն էր։ Չկա Սյունիք, չկա հայկական պետականություն։ Հայաստանը վերածվում է ռեզերվացիայի։ Եվ այսօր այդ սպառնալիքները 300,000 ադրբեջանցիների այդ բոլորի մասին Երևանից ծնված Երևանում գեներացված այս խոսույթը, որ Ադրբեջանում դուք չեք էլ տեսնի, որ հիմա ընդհանրապես խոսում են։ Ուրեմն մի նպատակ ունի։ Կրկին բացել վերքերը եւ Ադրբեջանին մտցնել խաղի մեջ եւ Ռուսաստանի ձեռքին դարձնել գործիք, բութ գործիք իդեպ եւ թույլ չտալ որպեսի անվտանգությունը, կայունությունը եւ խաղաղությունը տեղ ունենան մեր տարածաշրջանում։ Իդեպ դրանք լրջագույն թշնամիներ են, իդեպ ասեմ ձեզ, խաղաղությունը, անվտանգությունը Ռուսաստանի համար անընդունելի իրողություններ են։ Ռուսոֆոբիայի աստիճան, որտեղ խաղաղություն այնտեղ չի կարող Ռուսաստան լինել։ Խաղաղությունն ու Ռուսաստանը անհամատեղելի են եւ այս իմաստով մեզ համար չափազանց կարեւոր է որպեսի ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրվեն եւ ամեն ընտրություն այսպիսի ճակատագրական չլինի հայ ժողովրդի եւ Հայաստանի համար։ Իդեպ ստորագրելով Հռոմի ստատուտը եւ անդամագրվելով միջազգային քրեական դատարանին, որտեղ Պուտինը հետախուզման մեջ է, նրա ոտը կդրվեց Հայաստանից։ Եվ մեր պարտականությունն է նրան ձերբակալել, եթե նա այստեղ գա։ Դա բխում է մեր միջազգային պարտականություններից։ Բայց նրա պրոքսիները, նրա ձագերը, այսպես ասենք, այստեղ կոչվում են ընդդիմադիր գործընկերներ։ Սա աբսուրդ չի, մենք ինչքան կարող ենք խաբել ինքներս մեզ, խաբել իրար, խաբել մեր քաղաքացիների։ Դե խափողները, չգիտեմ, թող իրենց խղճի առաջ եւ իրենց քաղաքացիների, իրենց ընտրողների առաջ պատասխան տան։ Մենք մեր ընտրողների առաջ պիտի պատասխան տանք եւ մենք պիտի խոսենք ճշմարտությունը եւ պիտի ասենք անուններ
եւ պիտի դավաճանների, մարդասպանների անունները հնչեցնենք եւ ասենք ով ում է ներկայացնում մեր քաղաքական միջավայրում։ Կարծում եմ, որ այլևս թաքցնելու ոչ մի պատճառ եւ առիթ չունենք եւ մեր գլխավոր առաքելությունը նաեւ դա է եւ մենք մեծապես նաեւ դրա իրավունքն ենք վաստակել։ Մեր անցած շատ համեստ կենսագրությունը մեր կուսակցության նաեւ թույլ է տալիս մեր հետևողական պայքարի որպես նաև արդյունք մենք առաջին անգամ մեր կուսակցությամբ մասնակցում ենք համապետական ընտրություններին եւ որևէ մեկը մեր ընտրողներից չէր հասկանա, եթե մենք ճշմարտությունը հնչեցնելուց բացի այլ բան խոսեինք մեղմասացություններ եւ բացահայտեինք եւ մենք բազմաթիվ անակնկալներ ենք խոստանում այս ընտրաշավում եւ կարծում եմ, որ հետաքրքիր ընտրաշավ դարձնելու համար մենք շատ աշխատանքներ ենք իրականացրել եւ առաջիկայում այդ աշխատանքների արդյունքը անպայմանորեն կներկայացնենք մեր հանրությանը։ Պարոն Բաբաջանյան, մենք ամսի 5-ին երեկոյան ներկայացնելու ենք մեր նախընտրական ծրագիրը եւ այնպես է ստացվել, որ այս եվրոպական գագաթնաժողովների Երևան դիալոգի մասնակցության բերումով այստեղ է նաև ժողովրդավարական Բելարուսի առաջնորդը Սվետլանա Տիխանովսկայան, մենք թե մեր տաղավարում ենք, ես իր հետ հարցազրույց կանցկացնեմ, դե նաև մենք էլ այդ ծրագրի ներկայացման միջոցառմանն ենք իրեն եւ իրենց պատվիրակությանը հրավիրում, որպեսզի պատվենք ժողովրդավարական Բելարուսի գալուստը Հայաստան, ի տարբերություն այն եւս մի հանցագործի, որը կառավարում է այնտեղ, իսկ ոմանք էլ այստեղ իրեն ընկեր ու բարեկամ են համարում, իրենց էլ բավական չէ հայ ժողովրդին։ Իշխանությունն էլ Պուտինին ուղված ուրեմն մեղադրանքները Լուկաշենկոին է հասցնում, որտեղ վախենում են Պուտինի անունը տալ։ Ես էլ կարծում եմ մեր գլխավոր խնդիրը ոչ միայն Լուկաշենկոյի անունը հնչեցնելն է, նաև Պուտինի, որտեղ դե իշխանությունները օբյեկտիվորեն վախեցած են։ Իհարկե, մեզ համար պատիվ է, ես Մյունխենում վերջին 3-4 տարիներին կարծեմ ամեն տարի Տիխանովսկային հանդիպելու առիթ էի ունենում, նրան անդադ հրավիրում էի Երևան, բազմաթիվ խոչընդոտներ կային, նաև որտեղ անվտանգության հարցեր, արտգործնախարարության հետ համակարգելու հարցեր կային, բայց հիմա լավ առիթ է եւ մեզ համար ուղղակի մեծագույն պատիվ է, որպեսզի հանուն հանրապետության կուսակցության նախընտրական ծրագրի այս շնորհանդեսի շրջանակներում պատվենք ազատության Բելարուսի համար իրենց ժողովրդավարության սիմվոլին ըստ էության Սվետլանա Տիխանովսկայան այսօր ամբողջ աշխարհի համար նաև Բելարուսի ազատության համար պայքարող եզակի ընդդիմադիր գործիչներից է եւ այդ իմաստով ուզում եմ կրկնել մայիսի 5-ին երեկոյան ժամը 7-ին Grand Hotel Երևան հյուրանոցում մեր միջոցառման ընթացքում մենք ուրեմն հնարավորություն կունենանք հյուրընկալել Տիխանովսկային եւ մեր ժողովրդին հրավիրում ենք որպեսզի ներկա գտնվեն, լուսանկարվեն, խոսեն, մենք շատ կարճ այսպես ելույթներ կունենանք եւ հնարավորություն կտանք որպեսզի Տիխանովսկան զգա մեր ժողովրդի նաեւ ջերմությունը եւ հարգանքը 2020 թվականի ընտրություններում իրապես հաղթած տեխնացոին եւ իդեմս Տիխանովսկային նաեւ ազատության համար այսօր էլ պայքարող են անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալներին եւ նաեւ նրանք ովքեր վերջերս ազատ արձակվեցին Տրամպի միջնորդությամբ եւ նաեւ ժողովրդին, որտեղ Բելարուսի ժողովուրդը շարունակում է այդ բռնապետի, այդ հանցագործի Ալիևի հետ 44 օրյա պատերազմում ուղակի դաշնակցած հապկում մեզ հետ դաշնակից այսպես համարվող ԵԱՏՄ-ում մեզ հետ դաշնակից համարվող այդ խուլիգանի ուրեմն ճիրաններից այս իմաստով սա բացառիկ լուր է, որը ուզում ենք կիսվել մեր հայրենակիցների հետ ու սա մեր ամենա այսպես
ասես կարևոր անակնկալներից է մեր հանրության հետ կիսվելու, որպես նաև լավ մեկնարկ քարոզարշավից առաջ։ Եվ մոտենալով ավարտին մեր խոսակցության, տեսեք, որքան էլ որ մենք այո արձանագրում ենք, որ Ադրբեջանի կողմից եւ ընդհանրապես Հայաստանի ուղղությամբ պատերազմի վտանգն էապես նվազել է, իսկ դա փաստ է։ Բայց այնուամենայնիվ մեր քաղաքացիներին մտահոգող թիվ 1 հարցը մնում է անվտանգությունը։ Սակայն մեր երկրում այդպես էլ չի ախտորոշվում, թե ինչու է այդպես։ Ինչն է սպառնում մեզ մեր անվտանգությանը, որ մեր միջին վիճակագրական քաղաքացու համար դա դարձել է թիվ 1 խնդիրը։ Մենք մասամբ արդեն խոսեցինք դրան։ Փաստորեն մենք նվազեցրել ենք, կարողացել ենք, հա, պետության, մեր հասարակության եւ քաղաքական դասի այդ ողջ ներուժի մոբիլիզացիայի շնորհիվ նվազեցնել պատերազմի վտանգը, քաղաքացին շարունակում է մտահոգված մնալ մեր անվտանգության խնդիրներով։ Որովհետև ամբողջ այս Պուտինի էմիսարների եւ կլիենտների խոսակցությունը այդ սպառնալիքը անընդհատ արտնացնելն ու բորբոքելն է։ Ես չեմ ասում, որ խնդիրներ չկան։ Հայաստանի գլխավոր խնդիրն է որպես պետություն ջանալ հարաբերությունները կարգավորել հարևանների հետ, որքան ավելի շատ կարգավորված լինեն հարաբերությունները հարևանների հետ, էապես դրանով մենք կնվազեցնենք ընդհանրապես անվտանգությանը սպառնացող գործոնները։ Եվ ամենակարևորը գլխավոր սպառնալիքը կչեզոքացնենք։ Ուզում եք, որ Հայաստանը լինի անվտանգ։ Պուտինը պետք է պարտվի հունիսի 7-ին։ Ուզում եք, որ խաղաղությունը լինի հարատև։ Պուտինը պիտի պարտվի հունիսի 7-ին։ Չկա այլ բանաձև, որովհետև մեր տարածաշրջանում պատմականորեն արյան արնահոսության կրակի վրա ձեռքերը տաքացնողը գլխավոր դերակատարը Ռուսաստանն է, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ համաձայնությամբ։ Մեր գլխավոր խնդիրն է, որպեսզի թույլ չտանք, որ Թուրքիան եւ Ռուսաստանը պայմանավորվելու բան ունենան մեր հաշվին եւ դրա հաշիվը փակողը մենք լինենք։ Մեր գլխավոր խնդիրն է, որպեսզի նաեւ այս ընտրություններով մեր տարածաշրջանում արևմուտքի ներկայությունը կարողանանք այնպիսի ծավալների եւ խորության հասցնել, որ ստատուս քվոն կարողանանք 200-ամյա ստատուս քվոն կարողանանք փոխել ռեգիոնալ ազդեցության ստատուս քվոն։ Օվերչուկի մոտ մռմռացող թուրք մենչայը Թուրքիան փակենք ջանում է այստեղ ստատուս քվոն պահպանել, որովհետև իր հարմար է Ռուսաստանի նման ներկա ունենալ այս տարածաշրջանում, որտեղ գիտի իր առավելությունը ռուսների նկատմամբ եւ գիտի թե ինչքան դավաճան են ռուսները։ Այստեղ ցանկացած այլ երկրի ամուր ներկայություն, օրինակ Ֆրանսիա, Եվրամիություն, Միացյալ Նահանգներ փոխում է այս դասավորությունը։ Դրանց նկատմամբ Թուրքիան առավելություն չունի եւ մեր խնդիրն է բազմազանեցնել մեր ռեգիոնում ներկաների մեզ Հայաստանի դաշնակիցների շրջանակը։ Սա պիտի լինի մեր հիմնական ասելիքը եւ կարծում եմ, որ այդ իմաստով մենք մեծ աջակցություն ունենք հասարակության, որտեղ ինչ որ տեղի է ունեցել, կատարվել է մեր աչքի առաջ, եւ նաեւ սոցիոլոգիական ուսումնասիրություններն են դա ցույց տալիս, եւ չափազանց կարեւոր է, որպեսզի ժողովրդի մոտ ձևավորված այդ համոզումը մենք կարողանանք քվեների վերածենք։ Չափազանց կարեւոր է, որպեսզի ժողովրդի այդ հատվածը նաեւ ազգային ժողովում ներկայացված լինի, եւ այստեղ մենք կարեւոր անելիքներ ունենք Եվրամիության անդամակցության օրակարգի, մեր անվտանգության կարողությունների, տնտեսական կարողությունների, տնտեսական ռելսերի փոփոխության իմաստով եւ այս տրամադրությունները պետք է ամենաուժգին կերպով
ներկա լինեն ազգային ժողովում եւ ճշմարտության ձայնը ոչ միայն քարոզարշավին պիտի հնչի, այլ ամբողջ առաջիկա 5 տարում ազգային ժողովում եւ մենք ենք լինելու այդ ճշմարտության դրոշակակիրը, ինչպես եղանք դրոշակակիրը նաեւ Եվրաքվեի, որը պատճառ դարձավ նաև առաջիկա այս օրերին այս կարևոր միջոցառումների անցկացման։ Ի վերջո ես հիշում եմ, թե ինչպես էին չարախնդում ոմանք ձեռ էին առնում մեր նախաձեռնությունը։ Հիմա կարծում եմ այդ մարդիկ ափսոսում են։ Իսկ հիմա այդ փաստը հնչում է Եվրախորհրդարանում, եւ հիմա արդեն Հայաստանի վարչապետի կողմից, թե Եվրախորհրդարանի նախագահի կողմից, թե Եվրահանձնաժողովի նախագահի եւ այո, Կուշտայի եւ Ֆոն դեր Լայենի, որոնց գլխավորությամբ Վաչեմիս օրը տեղի ունենալու պատմական իրադարձություն Հայաստան Եվրամիություն գագաթնաժողով, որը հետևողականորեն փորձում էին խափանել նաև այդ կլիենտները եւ էմիսարները, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան, Թաթոյան, այս Ծառուկյան, այս խուժանությունը, բայց կարծում եմ, որ սա մեզ համար պատմական ճշմարտության կարևորագույն պահ է եւ առավելապես նաեւ այս ընտրություններից առաջ եւ այս իրադարձությունները մեր քաղաքական կշիռը էապես ավելացնում են, մեծացնում են եւ մենք բարձ ճակատով սպասում ենք մեկնարկին քարոզարշավի հանդիպումներին, անկեղծ զրույցի, անկեղծ շփումների, անկեղծ երկխոսության։ Շնորհակալություն։ Մեծ բարի երթ, ինչ նոր հանդիպում։ Այո։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ, խոսեցինք Հանուն Հանրապետության կուսակցության առաջիկա անելիքների հետ կապված քարոզարշավի մեկնարկի եւ Հայաստանում արկա քաղաքական իրողությունների եւ քաղաքական պահի հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։